Բարև ձեզ, նորից բարևում եմ ձեզ, բոլորին բարևում եմ և այսօրվա ելույթս կապված է պարոն Փաշինյանի հետ։ Ուրեմն ես կամ ալիքներում, կամ թե մյուս ինձ լուրերից, ինձ պարզվում է, որ ռևանշիստները հարձակվել են Փաշինյանի վրա։ Բերեք առաջինը խոսանք Լևոն Անտեր-Պետրոսյանից, ոչ թե Տեր Անտեր-Պետրոսյանից խոսենք։ Ինչ արեց Հայաստանի համար, ինչ թողեց Հայաստանի համար, զոհերից բացի, ինչ արավ։ Եվ ես ձեզ հարց եմ տալիս, Պետրոսյանի երեխաներից, հարազատ բարեկամներից որևէ մեկը պատերազմում մասնակցել է, թե ոչ, չի մասնակցել, կամ Քոչարյանը, կամ Սերոժ Սարգսյանը, դրանց որևէ մի հարազատները, մոտիկները, տղան կամ եղբայրի տղաները կամ քրոջ տղաները եւ այլ, որևէ մեկը պատերազմում մասնակցել է, չի մասնակցել։ Զոհվածները ովքեր են։ Այդ աղքատ մարդիկ, քաղաքականությունից ոչինչ չհասկացող մարդկանց երեխաներն են։ Երաբլուրում սրանցից որևէ մեկը կա, չկա։ Եվ ուրիշ հարցի մասին ասեմ ձեզ։ Ուրեմն Քոչարովը ճղված կոշիկներով է Երևան գնացել, կարդացել եմ, գիտեմ, ճղված կոշիկներով։ Հիմա միլիոնատեր է դարձել։ Այդ միլիոնատեր դարձած մարդը, եթե այդքան շատ հայասեր մարդ է, գրպանից հանի Լեռնային Ղարաբաղից գնացած հայերին մի քանի հատ 10 հատ տուն առնի։ Արել է նման բան։ Չի արել, չի էլ անելու։ Կամ իր տղեն Լևոն Քոչարյանը, թող մի 5 հատ, 3 հատ, 4 հատ էլ տուն տագնի այդ մարդկանց համար։ Արել են, չեն արել։ Կամ Սարգսյանը արել է, մեկի համար մի հատ տուն գնել է, ասենք թե սրա վիճակը լավ չի, սրա համար մի հատ տուն գնենք, թող լավ ապրեն եւ այլ։ Այդքան հայասեր եք, անեք էլի։ Հիմա ինչ եք Փաշինյանի յախիցը բռնել։ Դուք ինչ թողեցիք Փաշինյանին։ Հիմա էլ վերջն այդ եղավ, որ պատերազմը եղավ, ինչ երկու պետությունից մեկը պետք է պարտվեր։ Այս անգամ էլ Հայաստանը պարտվեց, ինչ կա դրա մեջ։ Եվ բերեք ճիշտը խոսենք, մեր պարոն Իլհամ Ալիևը, չնայած որ Հայաստանը պարտվեց այս պատերազմում, ինչ վատ բան արավ Հայաստանի համար, ինչ արավ, ոչինչ էլ չարավ։ Ձեր նկատմամբ ես եմ ասում ձեզ, մեր պարոն Իլհամ Ալիևը շատ խաղաղ է վերաբերվում։ Ինչ եք ուզում, հիմա էլ Փաշինյանի յախիցը բռնել են։ Ամեն ինչ գրում եք, մայրը թուրք է, հայրը թուրք է, մոտ արդեն 7 տարի աշխատում է, ուրեմն այսքանի տարիների ընթացքում չիմացաք դրա մայրն է թուրք, հայրն է թուրք, հիմա բոլորը հայտնվեց, հա։ Մայրը թուրք է, հայը թուրք է, բայց այդ կոմենտ գրողներին որևէ մեկը չի գրում, ես կարդացել եմ, շատ եմ դիտում, որևէ մեկը չի գրում, որ այդ նաշեն, ձեր գրածները միայն Հայաստանի համար չի, ամբողջ աշխարհում են կարդում, ինչպես են ձեզ գնահատելու, ամոթ է վերջով, հայրը թուրք է, մայրը թուրք է, չգիտեմ ինչ հայր է, ինչ եղել, բա որ ամբողջ Հայաստանը ընտրեց, այդ ժամանակ դուք չտեսաք, որ սրա մայրն է թուրք, թե հայրն է թուրք, իհարկե ես այդպիսի միտքերից հեռու եմ, մայրն էլ է հայուհի, հայրն էլ հայ է, ինքն էլ մեր ասելով, ձեր պարոն Փաշինյանը
շատ ազգասեր մարդ է։ Եվ առաջները միշտ ինքը ասում էր ապակա գա, ես հիմա ասում եմ, ամբողջ հայությանն եմ ասում, որ պարոն Փաշինյանը այդ ժամանակներում ասում էր ապակա գա, հիմա ես եմ ասում, այո, ապակա գա հայերի համար։ Ինչա, մինչև աշխարհի վերջը թշնամ ենք դառնալու, հա։ Իրար պետք է կոտորենք, հա։ Էլի եմ ասում, այդ դաշնակների որևէ մեկի զավակը գնաց մահացավ, զոհվեց, հա։ Ոչ մեկի զավակն էլ չի զոհվել։ Երաբլուրը նրանցից որևէ մեկի գերազմանը կա, չկա։ Հիմա էլ բոլորը ֆրցնում են, այս կողմ ենք որ ռսամոլներն են հավաքվել են։ Թե մեզ, թե ձեզ, ռսներից հեռու, ինչքան հեռու այդքան լավ։ Ինչքան հեռու այդքան լավ։ Մեկ էլ Տրամփի ճանապարհի մասին։ Դե ուզում եք միջանցք ասեք, ուզում եք ճանապարհ ասեք, դա ձեր գործն է, դա Հայաստանի տարածքն է, միանշանակ, ոչ մի խոսք։ Դե հիմա էլի բռնացրել են, հիմա էլ մեղրին է տալու, էսա անելու, մյուսն անելու։ Էլի եմ կրկնում, մինչև աշխարհի վերջը իրար պետք է կոտորենք, հա։ Էլ ուրիշ բանը գործ չունենք, հա։ Ամոթ է։ Այստեղից եւ ասում եւ կրկնում եմ, Փաշինյանի թիկունքում եմ կանգնելու այս հարցերով։ Չնայած ես ադրբեջանցի եմ, բայց այդ մարդը ճիշտ է, ինձ համար ոչ մի նշանակություն չունի, գցենք թե անգլիացիա կամ ֆրանսիացիա կամ իսպանիացիա կամ հայա կամ վրացիա, ոչ մի տարբերություն։ Եթե այդ մարդը ճիշտ է, ինչի՞ մա նրան չօգնենք։ Ինչի՞ մա չօգնենք։ Փաշինյանի ուրեմն արած այս քայլերը ճիշտ են։ Հայաստանի ապագայի համար է։ Ռուբինյանին քննադատում են։ Ջահել տղա է, այս կոմենկո։ Հետո ինչ ջահել տղա է։ Գրակետ տղա է։ Քաղաքականությունից գերազանցա։ Վահագն Ալեքսանյանն է, Հովանեսյանն է, Ալեն Սիմոնյանը մասին ինչ կարանք ասենք։ Շատ գրակետ, բազմակողմանի, քաղաքականությունից էլ գերազանց։ Չնայած որ գովում եմ, իմ տեղացին է, գովում եմ, չէ, դրա համար չեմ գովում, արժանի տղամարդ է, արժանի տղամարդ է։ Մնաց այդ դաշնակների մասին, դաշնակները 15-18 թվականներում ինչ արեցին, կամ 48 թվականում ինչ արեցին, 52, 48-52 թվականներում, 88-ից սկսած մինչև վերջին 44 օրվա պատերազմը։ Ինչ արեցին դաշնակները։ Դաշնակները արարմունքից ինչ ստացավ Հայաստանը։ Ինչ շահեց Հայաստանը։ Ոչ մի բան էլ չշահեց։ Սրանից հետո չի շահելու։ Իհարկե իմ գործը չի, բայց ես եթե հայերը տեղը լինեի դաշնակներին կվրընդեի Հայաստանից։ Ես ադրբեջանցի եմ, միանշանակ։ Եվ ուրեմն կարող եմ մոռանամ, սկզբից ուզում եմ ասեմ, Վարդան Ղուկասյանին ազատություն եմ ցանկանում, Աստված դռները թողվածի։ Հետո ինչ ադրբեջանցի եմ։ Բայց չնայած այդ իմ ադրբեջանցի լինելուց հայերին հարգում եմ, Փաշինյանին հարգում եմ, Վահագն Ալեքսանյանին հարգում եմ, Հովանեսյանին հարգում եմ, Ռուբինյանին հարգում եմ, Գոնջարյանին հարգում եմ եւ այլ։ Ամենքը իր տեղում աշխատող մարդիկ են։ Եվ էլի գիտեմ ինձ քննադատելու եք, բայց ուզում եմ պատասխանեմ։ Քոչվոր, արդեն այդքան ասել են, ես էլ զզվել եմ կարդալուց, քոչվոր են։
Ամբողջ աշխարհում մոտ 10 միլիոն հայ կա, եթե չեմ սխալվում։ Հայաստան ինչքան հայ է ապրում։ 1.5 միլիոն, չէ՞։ 1.5 միլիոն։ Այդ 8.5 միլիոն հայ արտասահմանյանները իրանց համար ապրում են։ Թող ապրեն, ասելու բան չունեմ։ Հիմա քոչվորը մենք ենք, թե դուք եք։ Որ կոմենտը կարդում ես քոչվորա։ Հետո ինչ քոչվորա։ Հետո ինչ քոչվորա։ Բա դուք ինչ եք։ Ձեզ համարել ասում են Հնդկաստանից եկած գնչու փոշակ քոչվորները։ Կարդացել եմ։ Ինչ կարիք կա։ Քննադատում են ուսուցումներով, քրվելով եւ այլ։ Ինչ կարիք կա։ Ինչ կարիք կա։ Կարիք չկա։ Ես գիտեմ, թե այսօր, թե վաղը, թե մյուս օրը այդ խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի։ Գնալ գալը լինելով, բարեբարույսը լինելով։ Յանի ki ուզում եմ ասեմ, որ ապագայում իրար երեսին նայելուց չամանչենք իրարից, որ այս մարդու մասին ես ենք ասել, են ենք ասել, բայց դա դրան արժանի չէ։ Եվ ինչ եմ ուզում ասել վերջում, էլի խաղաղություն եմ ցանկանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Խաղաղությունից այն կողմ ելք չկա։ Ինչքան պատերազմներ է եղել։ Բոլորը վերջացել է խաղաղությունով։ Ինչա հիմա միջև աշխարհի վերջը իրար պետք է կոտորենք, հա։ Ինչ կարիք կա, ինչի՞ մա պետք է կոտորենք։ Կարիք չկա։ Եվ ես մտածում եմ, որ հայերի մեծամասնությունը Փաշինյանին կպաշտպանեն, ապագայում էլ Փաշինյանը նորից կընտրվի։ Հիմա գիտեմ ասելուն, թե այս Ռոբերտն է, Սերոժն է, չգիտեմ, Լևոնն է, Իշխան Սաղաթելյանն, Ամբրազյանն է, չգիտեմ, շատերը կան։ Լսամոտ գցենք, թե որևէ մեկը եկավ։ Պատերազմը սկսվեց։ Հարսներ հենց գիտեք ուզում են մեր Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղություն լինի, չեն ուզում։ Բայց հասկացող մարդիկ գիտեն, որ խաղաղություն է պետք։ Ապակա սերունդի համար խաղաղություն է պետք, կամ մեր, կամ ձեր։ Եվ այսպիսով խաղաղություն եմ ցանկանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, բարի օրեր եմ ցանկանում, թե ադրբեջանցիներին, թե հայերին։ Ստեսություն եմ ասում, բարի գիշերներ։